Մերձավոր Արևելքում իրավիճակը բարդ է, մասշտաբները ընդլայնվում են, զոհերի թիվը աճում։ ԱՄՆ իսրայելական ռազմական գործողության արդյունքում զոհվել է 555 մարդ։ Հայտնում են Իրանից եւ հավելում, որ ռմբակոծվել է միջուկային օբյեկտներից մեկը։ Զուգահեռաբար Կիպրոսի նախագահը հաստատում է, որ բրիտանական բազայի վրա հարձակումը կատարվել է իրանական անօդաչու թռչող սարքով, չնայած Կիպրոսը մտադիր չէ մասնակցել ռազմական գործողության։ Ըստ Իրանի արտգործնախարարի ռազմական գործողությունների նպատակը դիվանագիտության խափանումն է։ Աբբաս Արաղչին մեղադրում է Դոնալդ Թրամփին, հավելելով, որ նա է հրաման տվել ռմբակոծել բանակցությունների ցեղանը։ Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթ ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ լավատես են, չնայած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավարարված չէ ձեռք բերված առաջընթացով։ Մեծ Բրիտանիան թույլ կտա ԱՄՆ-ին պաշտոնական գործողություններ իրականացնել սեփական ռազմական բազաներից, վերոնշյալի մասին հայտարարել է վարչապետ Քեիր Սթարմերը։ Նրա խոսքով Լոնդոնը կարծում է, որ ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է, մասնավորապես համաձայնագրի մեջ, որով Իրանը կհրաժարվի միջուկային զենք ստեղծելուց։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում Իրանի հրթիռային հարձակումները գնահատել են որպես անհամաչափ գործողություններ։ Քեիր Սթարմերի, Էմանուել Մակրոնի եւ Ֆրիդրիխ Մերցի հայտարարության մեջ նշվում է, որ երեք երկրներն էլ պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրենց եւ իրենց դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Brent տեսակի նավթի 1 բարելի գինը բարձրացել է 10%-ով, հասել $80։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ գները կարող են գերազանցել $100։ Արդեն ուրբաթ օրը ֆոնդային բորսաներում 1 բարելի գինը կազմում էր $73։ Նշենք, որ աշխարհի նավթի 20%-ը տեղափոխվում է Հուրմուզի նեղուցով։ Ոսկու գինը գտնվում է 1 ամսվա ամենաբարձր մակարդակի վրա։ Այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է տևել 4 շաբաթ, անորոշությունը հանգեցրեց ասիական բորսաներում բաժնետոմսերի գների անկմանը։ Ճապոնական բաժնետոմսերը եւ անկում ապրեցին, չնայած պետական պարտատոմսերի արժեքը աճեց։ Մերձավոր Արևելքում չեղարկվել է ավելի քան 3400 չվերթ։ Դուբայից եւ դեպի Դուբայ բոլոր չվերթները դադարեցվել են մինչև մարտի 2-ը ժամը 15:00 Միացյալ Էմիրությունների ժամանակով։ Qatar Airways-ը հայտարարել է, որ կվերսկսի գործողությունը, երբ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարի Կատարի օդային տարածքի անվտանգ վերաբացման մասին։ Չեղարկվել են նաեւ Թել Ավիվ չվերթները։ Տարածաշրջանի այլ երկրներ նույնպես դադարեցրել են չվերթները լարված իրավիճակի պատճառով։ Չեղարկվել է Թբիլիսիից եւ Բաթումիից դեպի Արաբական Էմիրություններ եւ Իսրայել 16 չվերթ։ Թավ Ջորջիայի տվյալներով Թբիլիսիից դեպի Թել Ավիվ, Շարժա, Դուբայ, Աբու Դաբի, Դոհա եւ Քովեյթ չվերթները չեն կարող իրականացվել։ Բաթումի միջազգային օդանավակայանում չեղարկվել է դեպի Թել Ավիվ 4 չվերթներ։ Չվերթների վերսկսման ժամկետները կախված են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներից։ Վրաստանի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանը եւ բարգավաճմանը առանց բացառության, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ Ինչպես նշում է կառավարության հայտարարության մեջ, նրանք հույս ունեն, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը կվերականգնվի մոտ ապագայում։ Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ։ Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո ես հայտնել եմ իմ անկեղծ համերաշխությունը եւ հույսը, որ կհաստատվի երկարատև խաղաղություն։ Ես նաեւ նշել եմ, որ մենք բարձր ենք գնահատում Վրաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հատուկ բարեկամությունը, գրում է Իրակլի Կոբախիձեն։
Սկսվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատգամավորները կմասնակցեն ինքնիշխան ազգերի դաշինքի առաջին գագաթնաժողովին։ Նախատեսված ռազմավարական երկխոսության շրջանակներում նրանք կքննարկեն համագործակցությունը եւ հարաբերությունների խորացումը։ Գագաթնաժողովը կազմակերպում է ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի կողմից հիմնադրված կազմակերպությունը։ Պատվիրակության կազմում են խորհրդարանական մեծամասնության անդամներ Նիկոլոս Ցամխարաձեն, Մարիամ Լաշխին, Լիկա Շարտավան եւ ժողովրդական իշխանության անդամ Էկա Սեպաշվիլին։ Վրացական կողմը հանդիպումներ կունենա ինչպես կոնգրեսի, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացության հետ։ Քաղաքական դաշտը խոսում է Մեծ Բրիտանիայի կողմից ԻՄԵԴ-ի եւ Post TV հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառների մասին։ Ընդդիմության կարծիքով հեռուստաընկերությունները տարածում են ռուսական քարոզչություն եւ պատժամիջոցները արդարացված են։ Վրացական երազանք կուսակցությունը հայտնում է, որ մինչ այժմ չկա որևէ օբյեկտիվ պատճառ, թե ինչու է Մեծ Բրիտանիան կայացրել այս որոշումը։ Նրանք այս քայլը գնահատում են որպես լրատվամիջոցների ազատության սահմանափակում։ Դրամաշնորհների մասին Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունները քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ աջակցվել է իրավական կոմիտեի կողմից։ Երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ են կատարվել Վրաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում։ Մասնավորապես նախագծում ավելացվել է նշում, որի համաձայն պատիժը որոշելիս ծանրացնող հանգամանք է համարվում հանցագործության կատարումը, որը հիմնված է Վրաստանի սահմանադրական կարգի եւ սահմանադրական մարմինների չճանաչման վրա։ Քննարկվել են ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները նույնպես։ Նորամուծությունը վերաբերում է միջազգային ընտրությունների դիտորդներին։ Ընտրական օրենսգրքում կնշվի, որ միջազգային դիտորդ կարող է լինել միայն օտարերկրյա պետության քաղաքացի 18 տարեկանից բարձր հասակի։